Բարև ձեզ, հրապարակումն է եթերում։ Նախ կարճ մի քանի տողով այն մասին, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը։ Երրորդ երեխայի ծնունդը ոչ միայն ընտանեկան որոշում, այլև հաշվարկված աջակցություն։ Ընտանիքների ապագան ավելի կանխատեսելի դարձնելու համար պետությունն առաջարկում է երկարաժամկետ նպաստ։ Համայնքների խոշորացման 8-րդ փուլը շուտով գործընթացը շարունակելու պետության ակնկալիքների մասին հարցազրույց տաղավարում։ Տնակներից մինչև ժամանակակից լաբորատորիաներ, Սասունիքի նորակառույց դպրոցում ստեղծվել են ժամանակակից պայմաններ։ Ներմուծվող հումքից արտադրված է Հայաստանում պիտակով արտադրանք, պետական արտոնություններն օգնում են բիզնեսին արտահանման մրցունակ գին սահմանել։ Պետությունը բազմազավակությունը խրախուսելու համար առաջարկում է շարունակական աջակցություն։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամենամիսյա 50,000 դրամ նպաստը ընտանիքների համար դարձել է կանխատեսելի սոցիալական երաշխիք։ 2022-ից պիլոտով մեկնարկած, իսկ այս տարվանից արդեն որպես պետական մշտական ծրագրով երեխաները գումարը կստանան մինչև 6 տարին լրանալը։ Միայն 2025 թվականին ծրագրից օգտվել է միջինում 39,000 երեխա, իսկ ընդհանուր աջակցությունը հասել է ավելի քան 25 միլիարդ դրամի։ Ուզում էի ապեր, բայց եթե քուրիկ ծնվի, ոչինչ ավելի լավ։ Երկուսին էլ շատ եմ սիրելու։ 8-ամյա Խաչատուրը մեկ ամսից ավելի է հաճախ է խաղը թողնում վազում ծնողներին ընջարան։ Փոքրիկ Լուսեի ծնունդը փոխել է ավագ եղբոր ու քրոջ առօրյան։ Եթե զվարթը քրոջ նկատմամբ սերը հաճախ է արտահայտում, ապա Խաչատուրն այդ առումով ավելի զուսպ է, բայց մեծի նման հոգատար։ Եթե ինքը բան չկարենա անի, բայց ուզենա անի, ես իրեն կսովորացնեմ։ 2020 թվականին է ընտանիքը Ղարաբաղից տեղահանվել։ Տունն ու ունեցվածքը կորցրած երիտասարդ ամուսինների համար Խաչատուրը միակ ուրախությունն էր։ Հետո ծնվեց զվարթը, բնավորությամբ, վարքով ճիշտ իր անվան նման։ Նրանց կյանքում այլ շրջափուլ սկսվեց։ Շատ դժվարություններով ամեն ինչ միջև կարգավորվեց, ունի մեջ ընկանք։ Հետո ծնվեց բուջուրը։ Հեշտ չէր ամեն բան զրոյից սկսել, բայց հոգատար վերաբերմունքն օգնեց, նրանց նեցուկ ու ապավեն եղան։ Ամուսիններն աշխատանքի անցան, պետության ուշադրությունն էլ չուշացավ։ Տեղահանվածների բնակապահովման ծրագրով ստացած աջակցությանը ավելացրել են սեփական միջոցները եւ հիմա Կոտայք գյուղում իրենց սեփական տունն ունեն։ Այդքան բանի միջով որ անցանք, հրաշք էր։ 26-ամյա Դիաննան արդեն 3 երեխայի բազմազավակ մայր է։ Փոքրիկի խնամքի արձակուրդում է, բայց դժվար թե կարողանա շուտ վերադառնալ աշխատանքին, բալիկների խնամքով կզբաղվի։ Կարևոր է իրանց բարեկեցիկ կյանքը, ասենց ասած, կենցաղային հարցերը, մնացած հարցերը ինձ թվում է կհասցնենք, կաշխատենք էլի։ Լուսեի ծնունդն անսպասելի չէր, ծրագրել էին երրորդն ունենալ, թեև հասկանում էին, որ հոգսերն ավելանում են։ Միայն Լուսեի ծնվելուց հետո է Դիաննան իմացել, որ փոքրիկը կառավարության նոր որոշմամբ պետական նպաստ է ստանալու, ամսական 50,000 դրամ մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Մեր քաղաքականությունները միտված լինեն նրան, որ մենք փորձենք պարբերական աջակցություն տրամադրել ընտանիքներին, ոչ թե միանվագ մեծ գումարի չափով, որտեղ այն սովորաբար արագ ծախսվում է եւ հետո ընտանիքները չեն կարողանում հոգ տանել երեխաների համար եւ այս նպաստի ներդրումը ստեյության այդ քայլերից մեկն է։ Ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան նպաստը սկսել է տրամադրվել 2022 թվականից, նախ որպես դրամական աջակցություն, ապա 2026-ի հունվարից դարձել է պետական նպաստ։ 2025-ին ամենամիս ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջինում 39,772 երեխայի համար, այն դեպքում, երբ 2022 թվականին նրանց թիվը չէր գերազանցում 5,078-ը։ Պետության տրամադրած աջակցության անցած տարվա ընդհանուր գումարը կազմել է մոտ 25,1 միլիարդ դրամ։ Աջակցության ծրագրի գնահատումը ըստ էության ցույց տվեց, որ այն կարևոր դեր է խաղում ընտանիքներում որոշում կայացնելու գործում ունենալ երրորդ երեխա։ Եվ մենք տեսել ենք նաև աճ երրորդ երեխաների, ընդհանուր ծնվող երեխաների թվի մեջ եւ հասկացել ենք, որ այն պետք է լինի մշտական, քաղաքացիների համար պետք է նաև կանխատեսելիություն, որ նրանք իմանան, որ կա այդպիսի նպաստ, օրինակ ինչպես մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Շատ ուրախ ենք, որ տենց հնարավորություններ կա, շատ պետքական մեծացնելու համար։ Հիմա այս երիտասարդ ընտանիքում միակ աշխատողը փոքրիկի հայրն է։ Բազմազավակ ընտանիքի համար կարևոր է այդպիսի ֆինանսական աջակցությունը։ Դիաննան արդեն որոշել է, թե որ ծախսերն են առաջնային։ Մանկասալիա գնենք, երեխաներին ոնց նայում եք, մի հատ մահճակ գալ այս պահին, երկհարկանի գնենք, որ տեղավորվեն։ Ինձ թվում է առաջնային այդ հարցերը կլուծենք, որ երեխեքին հարմար լինի։
Ծրագրով երեխայի այս նպաստի իրավունքն ունեն ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը, եթե նա Հայաստանի քաղաքացի է։ Բոլոր երեխաները պետք է ընտանիքում լինեն։ Պետությունը հստակ մեխանիզմներով սահմանել է։ Չի կարող լինել իրավիճակ, երբ ծնողը նպաստը ստանալու համար երրորդ եւ հաջորդ երեխան ունենա, բայց մյուս երեխաներից որևէ մեկին ուղարկի սոցիալական պաշտպանության որևէ հաստատություն։ Եթե 50,000-ը բազմապատկում ենք 12-ի եւ նաեւ 6-ի, ստացվում է 3.6 միլիոն դրամ ու կարող ենք ասել, որ մենք աջակցում ենք երրորդ եւ հաջորդ երեխան 3.6 միլիոն դրամով, թեև այդտեղ կա նաեւ հետվճարի հնարավորություն եւ իրականում, եթե անկանխիկ առևտուր անես, դա դառնում է 4.320.000, իսկ իրականում այդքան գումարով ենք աջակցում երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային։ Եթե ընտանիքում կա մեկ երեխա եւ ծնվում է զույգ, ապա նպաստ է նշանակվում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար եւ ընտանիքը 6 տարի շարունակ ստանում է ամսական 100,000 դրամ։ Փոփոխություն կա նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կսահմանվի 500,000 դրամ անկախ երեխայի կարգաթվից։ Իմաստը այդ նպաստի երեխայի ծննդյան ժամանակ ծագող ծախսերում ընտանիքին օգնելն է, հա, եւ ոչ մի տարբերություն չկա այդ երեխան առաջինն է, երկրորդը, երրորդը, չորրորդը, թե հինգերորդը, միգուցե նաեւ հակառակ տրամաբանություն կա, որ ամեն հաջորդը կարող է ավելի քիչ կարիք լինի ծախսեր անելու, որտեղ ասենք մահճակալը կա, սայլակը կա եւ այլն։ Եվ մենք փաստացի բարձրացրել ենք առաջի երկու երեխաների ծննդյան միանվագ նպաստները 300,000-ից 500-ի եւ դրանից հետո էլ թողել ենք նույնը, այսինքն բոլոր երեխաների ծննդյան դեպքում ընտանիքի վճարվելու է 500,000 դրամ սեպտեմբեր ամսից։ Երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 50,000 դրամ պետական նպաստը ստանալու համար շահառու ընտանիքի ծնողներից մեկը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի sotservice.am կայքում կամ դիմի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Համայնքների խոշորացման հերթական փուլի մասին որոշումը կառավարությունը կայացրել է նպատակը բարձրացնել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը եւ զարգացման հնարավորությունները։ Թեմայի մասին ենք խոսելու տաղավարում այստեղ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Պարոն Խուդատյան, նախ որ համայնքներն են միավորվում եւ ինչ հիմնական սկզբունքով է կայացվել այդ միավորման որոշումը։ Խոսքը 3 մարզերի 9 համայնքների միավորման մասին է։ Սյունիքի մարզում միավորվում են Գորիս, Տաթև եւ Տեղ համայնքները, Լոռու մարզում միավորվում է Ստեփանավանը, Գյուլագարակը եւ Լոռիբերդ համայնքը, Վազգեզի մարզում Եղեգիսը, Եղեգնաձորը եւ Արենի համայնքների մասին է խոսքը։ Դրանք ինչ որ չափով արդեն խոշորացման ինչ որ գործընթացներով անցել են, հիմա ավելի խոշոր են դառնում։ Իրենք նախկինում խոշորացված համայնքներ են, միավորվում են հիմա քաղաքային համայնքների շուրջ, որովհետեւ այս իմ թվարկած 3 մարզերում 3 քաղաքային բնակավայրեր կան, որոնց շուրջ միավորվում է, մեկը Գորիսն է, մյուսը Եղեգնաձորը եւ մյուսը Ստեփանավանը, համապատասխանաբար հենց այդ անուններով էլ նոր համայնքները լինելու են։ Համայնքների միավորման գործընթացը առհասարակ սկսել են 2015 եւ 2016 թվականներից, ինքը շարունակական է, նախորդ տարի էլ միավորել էինք Վաղարշապատ համայնքը Խոյի հետ եւ կարծում եմ 2027-28 թվականների ընթացքում մենք այս բարեփոխումը կշարունակենք, որովհետեւ այն ավելի մեծ հնարավորություն է տալիս համայնքներում լուծել կարևոր նշանակության խնդիրներ, համայնքներում գեներացնել մարդկային մեծ ուժ, ֆինանսական մեծ ուժ եւ մեծ համայնքները, որոնք քաղաքային բնակավայրեր են պարունակում եւ ավելի մեծ թվով բնակավայրեր են ներառում իրենց մեջ, ի վիճակի են ավելի մեծ խնդիրներ եւ ավելի շոշափելի խնդիրներ լուծել բնակիչների համար։ Այ հենց այդ տնտեսական եւ վարչական օգուտների մասին խոսենք, ինչ են ցույց տալիս թվերը։ Որքանով են ակտիվ արդեն խոշոր ու մեծ համայնքները։ Խոշոր համայնքները, մեծ համայնքները ակտիվ են, սա կարելի է դիտարկել նաև սուբվենցիոն հայտերի շրջանակում։ Մենք ունենք բնակավայրեր, համայնքներ, որոնք մի տարվա ընթացքում մինչև 7-8 միլիարդ դրամի պետական համաֆինանսավորման ծրագրով հայտեր են ներկայացնում, դա նշանակում է, որ այդ համայնքները եւ ունեն ֆինանսական ռեսուրս եւ ունեն մարդկային ռեսուրս կառավարելու այս աշխատանքները, նախագծի փուլից սկսած գնումների գործընթաց, բուն շինարարական process-ների համակարգում եւ բնականաբար նոր խոշորացող համայնքների դեպքում սա ավելի մեծ հնարավորություն կտա իրենց։ Ենթադրում եմ մարդկանց վերաբերմունքը արդեն փոխվել է, նկատել եք այդպիսի բան։ Սկզբնական շրջանում նեգատիվ էր մարդկանց վերաբերմունքը, որովհետև անորոշություն կար, այսինքն մարդկանց մի զգալի մասը, մանավանդ գյուղական բնակավայրերի բնակիչները պատկերացում չունեին արդյոք փոխվում է իրենց գյուղի անունը, ինչ վարչարարական process-ներ են իրականացվելու գյուղում։
թուղթը ով պիտի կնքի։ Թուղթով պիտի կնքի տեղեկանքը որտեղից պետք է վերցնեն, գյուղապետարանը այլևս որոշակի գործառույթ կատարելու է, թե չէ, թե ամենաանհրաժեշտ փաստաթղթի համար իրենք ստիպված են լինելու գնալ քաղաք։ Հիմա այս գործառույթների զգալի մասը թվայնացված է եւ ոչ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակ գնալու, ոչ էլ առավել եւս ամենկապետարան հասնելու անհրաժեշտություն չկա։ Հիմնական մյուս հատվածը իրականացվելու է գյուղերում, այնտեղ որտեղ նախկինում է իրականացվել, եւ այս առումով դժգոհությունները էական նվազել են։ Չեմ բացառում, որ որոշակի տեղերում կլինեն դժգոհություններ, կախված առաջին հերթին այն հանգամանքով, որ բնակավայրեր կան եւ համայնքներ կան, որտեղ կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ արդեն լուծված են եւ իրենք հաջորդ փուլի խնդիրներ պիտի լուծեն եւ միավորվում են այնպիսի համայնքների հետ, որտեղ դեռևս կենսական նշանակության որոշակի խնդիրներ կա, բայց ընդհանուր տրամաբանության մեջ բոլոր միավորվող համայնքները եւ բնակիչները միանշանակ շահում են այս process-ի արդյունքում։ Պարոն Խուդատյան, ես ճիշտ հասկացա, որ փուլը միավորման չի ավարտվում, դա շարունակվում է։ Մենք պայմանական ասած 8-րդ փուլի միավորումն ենք անում, վերամիավորելով նախկինում միավորված իմ թվարկած համայնքները, այո, առաջիկա տարիների ընթացքում պլանավորում ենք շարունակել միավորումը, ունենալ ավելի մեծ միավորով համայնքներ, որտեղ պարտադիր քաղաքային բնակավայրեր կլինեն, որովհետև այդ թվում նաև դոտացիոն բանաձևերը առավելություն են տալիս այդպիսի համայնքներին, եւ օրինակ պետական բյուջեից տրվող գումարը իմ նշած միավորված համայնքներին ոչ թե կլինի իրենց այժմյան գոյություն ունեցող դոտացիաների հանրագումարով, այլ այս բանաձևի արդյունքում շատ ավելի շատ, քան իրենց մաթեմատիկական հանրագումարը կլիներ այս դեպքում։ Վերջի շրջանում նաև ակտիվորեն քննարկվում է համայնքային աշխատողների աշխատավարձերի հարցը։ Այստեղ ինչ մեխանիզմներ է պատկերացնում կառավարությունը։ Տեսեք, համայնքներում բավական երկար ժամանակ աշխատավարձերի վերանայում չենք ունեցել, համայնքի ղեկավարների տեղակալների աշխատավարձը կարգավորվում է օրենքով եւ այնտեղ որոշակի շեմ կա, որից բարձր աշխատավարձ համայնքի ղեկավարները չեն կարող ստանալ, բայց սա այս որոշումը կարգավորումը ընդունված է եղել այն դեպքում, երբ որ համայնքները դեռևս միավորված չէին կամ փոքր միավորներ էին։ Հիմա մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մի քանի անգամ մինչև տասնյակ անգամ ավելացել է համայնքի ղեկավարի գործառույթը, աշխատավարձը մնացել է նույնը։ Հիմա մենք գնում ենք այն ճանապարհով, որ հնարավորություն ենք տալիս օրենքում կարգավորումներ իրականացնել, ազգային ժողովի գործընկերների հետ արդեն աշխատում ենք այս ուղղությամբ, առաջիկայում կշրջանառենք օրենքի նախագիծը, որը էականորեն կբարձրացնի համայնքի ղեկավարների, համայնքի ղեկավարի տեղակալների եւ հետեւաբար նաեւ ամբողջ անձնակազմի աշխատավարձը, որովհետեւ սա որոշակի տրամաբանության մեջ է այդ աշխատավարձների հարաբերակցությունը մի հաստիքը մյուսի նկատմամբ։ Այսինքն սա լրացուցիչ մոտիվացիա կստեղծի նաև կարող ուժերը համայնքային հաստիկացուցակները համալրելու։ Վստահաբար թույլ կտա համայնքի ղեկավարներին ավելի մեծ ընտրություն կատարել անձնակազմի մասով, որովհետև ավելի բարձր աշխատավարձը համայնքի ղեկավարներին հնարավորություն կտա ավելի որակյալ եւ մասնագիտական պոտենցիալով ավելի լավ կադրային համալրում իրականացնել համայնքապետարաններում։ Սա մի խնդիր է, որին բախվում են Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համայնքները, մանավանդ այն համայնքները, որոնք Երևանից ավելի մեծ հեռավորության վրա են գտնվում, որտեղ մասնագիտական ներուժը աշխատում է գալ Երևան եւ մասնագիտական կարողությունները իրացնել Երևանում, սա նաև այդ առումով է կարևոր եւ հնարավորություն կտա անձնակազմին ավելի մոտիվացված աշխատել։ Մենք վստահաբար գնում ենք այս փոփոխությունները անելու ճանապարհով, իհարկե որոշակի բանաձևերի կիրառմամբ, երբ որ դրանք որոշակի թիրախային ցուցանիշներ հաշվի առնելով կսահմանվեն աշխատավարձերը, այժմ քննարկում ենք ազգային ժողովի գործընկերների հետ օրինակ սա կապել նաև սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, կապիտալ ծախսերի կատարողականին, առաջիկայում կունենանք բանաձև, որը էականորեն կբարձրացնի ինչպես համայնքի ղեկավարների, այնպես էլ համայնքային աշխատողների աշխատավարձերը։ Պարոն նախարար, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Տասնամյակներով տարբեր շենքերում ու անգամ տնակներում սովորած Սասունիկի աշակերտներն այսօր արդեն մեկ հարկի տակ են նորակառույց ամբողջովին հագեցած դպրոցում։ Պետության ավելի քան 2.5 միլիարդ դրամ ներդրմամբ ամբողջությամբ փոխվել է գյուղի դպրոցի կրթական միջավայրը։ Լաբորատոր սարքավորումներից մինչև նախագծարան նոր հնարավորությունները միտված են բարձրացնելու կրթության արդյունավետությունն ու երեխաների հետաքրքրությունը գիտելիքի հանդեպ։
Մեկ կիսամյակ Սասունիքի միջնակարգ դպրոցում տարական ու ավագ դասարանցիները հավաքվել սովորում են նորակառույց դպրոցում, մինչև այդ դասերը տարբեր հասցեներում էին անհարմար պայմաններում։ Տարական հատվածը սովորում էին տնակներում, որը տեղակայվել էր 89 թվականի երկրաշարժից հետո, իսկ միջին եւ ավագ դպրոցի երեխաները սովորում էին 2003 թվականին կառուցված դպրոցում, որը չուներ ոչ մի տարական պայման։ Ընդհանրապես դասասենյակներ եւ վերջ։ Նոր շենքի կառուցման համար պետությունը հատկացրել էր մոտ 2.5 միլիարդ դրամ։ Շինարարները գործի էին անցել 2023-ին, գործն ամփոփել, հանձնել շահագործման 2 տարի անց։ Ֆիզկուլտուրայի դասերը անցկացվում էին դրսում, Անձրևին, Քամում, Ձյանը։ Չունենք ոչ մի տեսակի լաբորատոր հարմարություններ, որևէ տեսակի լաբորատոր գույք։ Նոր դպրոցում լաբորատոր գույքն էլ ամբողջությամբ նոր է, նոր միջավայրում ու նոր հնարավորություններով ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացվել է։ Հետաքրքրությունը նախ մեծացել է բնագիտական կոնկրետ առարկաների նկատմամբ, եթե մինչև դա ուղղակի վիրտուալ ներկայացնում ենք, հիմա երեխաները տեսնում են, շոշափում են, զգում են, բավականին հետաքրքրված ենք։ Հիմա արդեն մանրադիտակների դիդակտիկ նյութերի պակաս դպրոցը չունի, այնինչ կարդում էին գրքում, իրականում տեսնելու, փորձարկելու հնարավորություն է ստեղծվել։ 7-րդցիները հասցրել են դասարանում նույնիսկ ձկների կառուցվածքին ծանոթանալ։ Թույլ նյարդերով աշակերտներն ընթացքին հետևել են հեռվից։ Արմենը գործի անմիջական մասնակիցներից է եղել։ Չվախեցա։ 432 աշակերտի համար է նախատեսված դպրոցը, միայն լաբորատոր սարքավորումների համար կառավարությունը լրացուցիչ հատկացրել էր 5.7 միլիոն դրամ։ Անհրաժեշտ նյութերի համար էլ գումարը փոխանցվել է, դպրոցում դեռ գնման գործընթացում են։ Որովհետև խնդիրներ չի առաջացնում, որովհետև մենք լուծույթներ ստանալու համար անից ենք բերել, մինչև այս փոս չի եղել, չենք ունեցել եւ խնդիր չենք առաջացել դասապրոցեսների հետ կապված, հիմա առավել եւս չկա այդպիսի խնդիր, չէ։ Դպրոցում գործում է նաև նախակրթարան, եթե Սասունիքում նախկինում կրթության առաջին քայլերն անող աշակերտները ստիպված էին հարմարվել, այսօր արդեն ստեղծվել են պայմաններ զարգանալու, նորը բացահայտելու ու ավելի մասին երազելու համար։ Հայաստանում վերամշակվող ձիթապտուղը թեև հումքով ներմուծված, վերջնական արդյունքում դառնում է տեղական արտադրանք, միջազգային շուկայում ներկայանում արտադրված է Հայաստանում մակնշմամբ։ Վերջին տարիներին Նիկոլայ International Armenia ընկերության արտահանման ծավալների զգալի աճը պայմանավորված է ոչ միայն մասնավոր ներդրումներով, այլ նաև պետական նպատակային աջակցությամբ։ Կառավարության առաջնահերթ ուղղություններից է արտահանման խթանումը եւ դրա համար կիրառվում են տարբեր գործիքներ՝ մաքսատուրքից ազատում, ներդրումային ծրագրերի արտոնություններ, լիզինգի սուբսիդավորում։ Այս մեխանիզմները հնարավորություն են տալիս արտադրողներին նվազեցնել ծախսերը, մեծացնել արտադրողականությունն ու մրցունակ դառնալ նոր շուկաներում։ Ձիթենու դառնահամպտուղներն աղաջրի մեջ ներմուծվում են Իրանից, Հունաստանից, Եգիպտոսից, վերամշակման բոլոր փուլերով անցնում, բարձրորակ ապրանք են դառնում։ Հայաստանի Հանրապետությունը մեր կազմակերպությունը ստեղծում է հավելյալ արժեք։ Ինչ է նշանակում դա։ Մենք ոչինչ չունենալով, ունենալ միայն աշխատուժ, ջուր եւ երեխտականություն, ստեղծում ենք միավոր, որը համաշխարհային շուկան որպես արտադրված է Հայաստանում, եւ մի շարք երկրներում շատ զարմացած են ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունը, այսքան ձիթապտուղ որտեղ է։ Այլու ապրանքանիշով շուկա մտան 2000-ականների սկզբին, արտադրանքի մեծ մասը 80% դիրացնում էին տեղական վաճառակետերում, 20%-ն արտահանում։ Ընկերությունը 2018-ից զարգացման նոր ընթացք վերցրեց։ Հիմնական ռեսուրսներն ու ջանքերն արտահանման ուղղությամբ կենտրոնացրեցին, նոր գործընկերներ գտան, շուկաները դիվերսիֆիկացրեցին։ Հիմնական գերակշիռ մասը կազմում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց մեր ռազմավարության հիմքում դրված է տարածել երկրների քանակը։ Մենք արդեն միջինասիան երկրներն ենք կարողանում ապրանքներ ուղարկել, Կանադա ենք ուղարկում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եթե 7-8 տարի առաջ տարեկան արտահանում են մինչև 400 միլիոն դրամի արտադրանք, նախորդ տարեվերջին գերազանցել են 2.5 միլիարդը։ Այս տարվա պլաններն ավելի հավակնոտ են։ 2025-ին մեր արտահանման ծավալները մոտավորապես հասան 280 մեքենայի, բայց այս տարվա մեր ռազմավարությունը շուրջ 400 մեքենա, այսինքն յուրաքանչյուր օր պլանավորված է մինիմում 1 մեքենա ուղարկել դեպի արտասահմանյան շուկաներ։ Նոր մեկնարկին ու նոր պլաններն իրագործելուն նպաստել է պետական աջակցությունը։ Հումքի ներկրման մաքսատուրքից ազատվելով ընկերությունը հնարավորություն է ստացել միջազգային շուկաներում որակով գնով ավելի շահեկան դիրքից մրցակցել ու արդեն արտասահմանյան այլ կազմակերպություններից էլ պատվերներ ընդունել եւ մոտ 25 տարբեր ապրանքանիշերով ապրանք թողարկել արտահանել։ 22 թվականին պլանավորված էր 4.3 միլիարդի շրջանառմիջոցների ներդրումներ կատարվել։ Մենք արտոնություն ստացանք 430 միլիոն դրամի, պետք է ավարտվեր 27 թվականին,
բայց մեր ագրեսիվ շուկայի վերաբերմունքը եւ մեր ամբողջ խմբի օպերատիվ աշխատանքի շնորհիվ 3 տարվա մեջ մեր կազմակերպությունը կատարվեց 5 տարվա պլանը եւ 8.500.000 կիլոգրամ ներմուծվեց։ Պետական աջակցություն ստանալու հերթական ներդրումային ծրագիրը կազմեցին ու գործադիրին ներկայացրեցին արդեն 2025-ին։ Այս անգամ 1 տարում միայն նախատեսում են ներկրել 2.4 միլիարդ դրամի հումք, արտոնությունը գնահատվում է մոտ 240 միլիոն դրամ։ Վերամշակվող հումքի ծավալների աճին համընթաց մոդեռնիզացնում են նաև արտադրական շղթան, նոր սարքավորումներ, հոսքագծեր ձեռք բերում, կորիզահանող, տեսակավորող, տարայավորող։ Միայն վերջին 3 տարում մոտ 360 միլիոն դրամի սարքավորումներ լիզինգի ծրագրով են վերցրել, սուբսիդավորվող տոկոսագումարներով։ Ընդլայնել են նաև արտադրական տարածքը, 2000 քառակուսի մակերեսով պահեստային հանգույց են ավելացրել, որտեղ արդեն հնարավոր է ճիշտ ջերմաստիճանում ապրանքը պահել։ Արտադրական հատվածից առանձնացրել են նաև պիտակավորման, փաթեթավորման process-ը, Կորստեր կազմակերպում են նախորդ տարի գնաց նոր հոսքագծով։ Նախկինում աշխատում են կիսաավտոմատ սխեմաներով, որի հզորությունները բավականաչափ ցածր են։ Նոր սարքավորումների վերագործարկումից հետո մենք կարողանում ենք 8 ժամ շուրջ 60-ից 70 հազար միավոր պատրաստի արտադրանք ունենալ։ Արտադրանքի իրացման 20-80 հարաբերակցությունը թվերի տեսքով հիմա էլ նույնն է, դոմինանտ թիվը սակայն արդեն ներկայացնում է արտահանման ցուցանիշը։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Arm.gov էջում, ցտեսություն։